որ առաջարկում եք սկսել զրոյական կետից, այսինքն դա նշանակում է, որ դուք առաջարկում եք ընդդիմությանը մոռանալ պատերազմը, զոհերը, Արցախի հանձնումը, այն արհամիջները, որ տեղի ունեցել ձեր իշխանության օրոք եւ ինչի մեջ մեղադրում էր ընդդիմությունը այս տարիներին ձեզ, այսինքն մոռանալ այդ փոքրիկ այդ քննադատությունները, այդ պայքարը, որ ձեր դեմ ծավալում է եւ սկսել նոր մակրոջից, հետեւաբար որն է լինել ընդդիմության գործունեությունները այս դեպքում եւ իրոք դուք ակնկալում եք, որ պետք է մոռացվեն ամեն ինչ որ տեղի ունեցել ձեր իշխանության օրոք եւ ձեր պատասխանատվության ներքո։ Եվ երկրորդ հարցը Մեսրոպ Մանուկյանը երեք հետաքրքիր ելույթ ունեցավ, բավականին մեծ ուսումնասիրություններ կատարել ձեր եղբոր հետ կապված դրվագներով, որ Համերբանկի խորհրդի նախագահի տեղակալ է, կապված պետական մասնաբաժիններ եւ այլն չկվարկեն, սրանք խնդրեմ անդրադառնալ ու նաեւ այն, որ ձեր անելուց դուք այստեղ նշանակել եք արտաքին կառավարության հետ, բայց կարծեմ նախորդից էր նշանակված։ Ավարտեք հարցը։ Ավարտեք հարցը։ Դրանով չի եղել։ Խնդրում եմ ավարտեք պատասխանը։ Այսինքն որ դատապարտած եղել Թուրքիայի հետ կապված ինչ-որ կաշառքի գործողացման խնդրեմ։ Շնորհակալություն երկրորդ մասով պարոն Մակարյան, ուրախ եմ, որ վերադարձեք ազգային ժողով, բայց խնդրում եմ հարցեր տալուց առաջ գոնե ուսումնասիրեք եւ դժվար չէ ճշտել բաներ, որոնք ակնհայտ, այսինքն հասանելի են հանրային կերպով։ Իմ աներոջը ես երբևիցե ազգային ժողովում չեմ նշանակել։ Ասեմ ավելին, իմ աները, երբ որ աշխատում էր ազգային ժողովում, իմ աները չէր։ Իսկ երբ որ դարձավ իմ աները, այդ ժամանակ արդեն չէր աշխատում ազգային ժողովում։ Հետևաբար հարցի պատասխանը համարենք սպառազներ, չէ, մի վարք։ Ինչ վերաբերում է Մեսրոպ Մանուկյանի ելույթին, անդրադարձել եմ այդ թեմային։ Իմ եղբայրը 2017 թվականի դրությամբ աշխատել է մեկ բանկում որպես գործառնական տնօրեն, այսինքն դա շատ բարձր պաշտոն է եւ վարչության անդամ, հետո 2025 թվականին տեղափոխվել է մեկ այլ բանկ աշխատելու որպես մանրածախ բիզնեսի տնօրեն եւ վարչության փոխնախագահ եւ այստեղ որն է ռիսկը ես դժվարանում եմ պատկերացնել եւ կրկնում եմ, եթե փաստարկենա որ իմ եղբայրը 20%, 25% պետական մասնակցությամբ առևտրային բանկում է աշխատում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100% պետական մասնակցությամբ ազգային ժողովում է աշխատում եւ Ինչ վերաբերում է բարեկրթության իմ առաջարկին եւ մոռանալու, ես չեմ առաջարկում մոռանալ ոչինչ, ես ընդհանրապես առաջարկում եմ երկու բան. A. Ընդունել ժողովրդի որոշում կայացնելու իրավունքը եւ ժողովրդի որոշումը, որը կարող է մարդկանց դուր գալ կամ չգալ, բայց ընդունել այն եւ B. Առաջինից բխող հարգանք ժողովրդի ընտրության հանդեպ, հարգանք ժողովրդի падգամավորների հանդեպ եւ պարզ մարդկային բարեկրթություն եւ դաստիարակություն։ Այսքանը ես ոչինչ, ընդ որում դուք ոնց որ օգտագործեցիք միասին աշխատել տերմինը, ես մանրամասնեմ էլ, ես չեմ առաջարկում իրանց դառնալ մեկ թիմ, աշխատել նույն ուղղությամբ։ Ես առաջարկում անել մեր գործը, մենք ընտրվել ենք ամեն մեկս падգամավոր լինելու համար, դա նշանակում է մասնակցել նիստերին, զբաղվել օրինաստեղծ աշխատանքով, մասնակցել հանձնաժողովների նիստերին, ես առաջարկում եմ դա անել, ոչ ավել, ոչ պակաս։ Շնորհակալություն, չէ, բայց արդեն համեցեք։ Պարոն Մակարյան, Պարոն Մակարյան, խնդրում եմ, հաջորդի հնարավորություններ կունենաք, համեցեք։ Մի քանի օրից ազգային ժողովը էթիկայի հանձնաժողովը ձևավորելու հետաքրքրում է հանձնաժողովի կազմը, ինչպիսին է լինելու իշխանությունը ղեկավարելու միությունից անդամներ, թե հակառակ ձևով դրա արդյունավետությունը ինչպես է գնահատում, որովհետև անցած գումարմանը ինչ-որ միջադեպեր եղան, որոնք էթիկայի հանձնաժողովի բացակայության պատճառով ինչ-որ ձևով չքննվեց եւ այլն։ Էթիկայի հանձնաժողովը ինչ արդյունք է տալու։ Շնորհակալություն։ Իրապես էթիկայի հանձնաժողով կստեղծվի, դա արդյունք է նրա, որ նախորդ գումարման ազգային ժողովի վերջին նիստում ենք համապատասխան փոփոխություն կատարեցինք կանոնակարգ օրենքում ազգային ժողովի, էթիկայի հանձնաժողովը ըստ արդեն փոփոխված կանոնակարգ օրենքի պետք է բաղկացած լինի հավասար թվով падգամավորներից մեծամասնությունից եւ ընդդիմությունից, առաջին նախագահ հանձնաժողովի կլինի որը ժամանակավոր հանձնաժողով է լինելու 2 տարով, բայց հետո կթարմացվի բնականաբար։ Առաջին նախագահը կլինի մեծամասնությունից, հետո 6 ամիս հետո իսկ տեղակալը ընդդիմությունից, հետո 6 ամիս հետո կփոխվեն եւ այսպես շարունակ։ Եվ արդեն երբ որ ստեղծենք դրանից հետո խմբակցությունները իրենց անդամներին կներկայացնեն, ես կարծում եմ սա լավ փոփոխություն է, որտեղ նախկինում անդադ ասում էին
ինչ որ X հարցով, էլի, ասում են ստեղծեք հանձնաժողով, հիմա կա այդ հանձնաժողովը, եթե հարցեր լինեն, այդ հարցերը քննարկվեն հանձնաժողովում, միանգամից ասեմ, կարող է այդ հարցը ծագել, էլի, բա որ մեկի հարցով դիմեն էթիկայի հանձնաժողովն էլ որոշի, որ էթիկայի խախտում ա եղել, ինչ ա լինելու, սանկցիա որպես այդպեսին չի կարող լինել, բայց ինքնին այն փաստը, որ падգամավորները իմանան, որ կա էթիկայի հանձնաժողով, եւ եթե իրենք էթիկայի կանոնները խախտեն, համապատասխան դիմում կլինի, ինձ թվում է արդեն իսկ դա հանրային ճնշում է ակնկալվող, լրագրողների ակնկալվող հետաքրքրությունը կարող է զսպող գործոն լինել եւ օգնել մեզ իմ առաջարկած բարեկրթության օրակարգի հարցում, համեցեք։ Մի հարց եմ տանջուշտորն։ Բայց արդեն պատասխանել եմ հարցին, համեցեք։